Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես, այսօր 5 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը չարտերային չվերթով կմեկնի Բաքու մասնակցելու կլոր սեղան քննարկմանը։ Այդ նպատակով պետական բյուջեից տրամադրվել է մոտ 18 միլիոն դրամ Երևան-Բաքու եւ հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Որոշումը ընդունվել է կառավարության երեկվա նիստում, հարցը չզեկուցվող հարցերի օրակարգում էր։ Պատվիրակության կազմում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը գործընկերոջս հայտնել է, որ այցի օրակարգը դեռ հստակ չէ։ Նախատեսվում են հանդիպումներ ադրբեջանական քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Նավասարդյանի խոսքով նախատեսվող այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել նաև գերիների վերադարձի հարցը։ Հայաստանում բացի խաղաղության խաչմերուկից եւ զուգահեռ Վաշինգտոնի հռչակագրով հաստատված թրիփ նախագծից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի, համոզված է վարչապետը։ Իսկ խաղաղությունից զատ գործող իշխանության օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, գերիների վերադարձի ապարդյուն փորձերն ու վեհափառ հայրապետի հեռացումը։ Ինչ է խոսել Փաշինյանը կառավարության նիստից հետո, ռեպորտաժում։ Կառավարության հերթական նիստ ու հերթական բացահայտումներ։ Մինչ տարբեր մարզերից հնչում են ահազանգեր, թե մի քանի տասնյակ դպրոցներ են փակվում, Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարեց, որ այս պահին ավելի քան 300 դպրոց են օրոքվում կամ կառուցվում։ Մանկապարտեզ դպրոց պետք է լինի հասանելի հանրապետության բոլոր երեխաների համար։ Եվ մենք անխուսափելիորեն այս տրամաբանության մեջ բախվում ենք իրավիճակների, որտեղ կան բնակավայրեր, որտեղ նույնիսկ կրթահամալիրի տրամաբանությամբ կամ դպրոցի տրամաբանությամբ այս պահին բավարար չափով երեխեք չկան։ Հիմա քաղաքական ընտրություն պետք է կատարենք։ Եվ մեր ընկալումն է նա, որ այդ գյուղում բավարար թվով երեխաներ չկան, նաև այն պատճառով, որ այդ գյուղը ճանապարհ չունի, որ այդ գյուղ դպրոց չունի, որ այդ գյուղ մանկապարտեզ չունի։ Օրակարգում ընդգրկված էր 39 հարց, 35-ը չզեկուցվող։ Չզեկուցվող հարցերը վերաբերում էին բնակելի տարածքներ նվիրելուն, որպես նվիրատվություն գույք ընդունելուն, անշարժ գույք հետ վերցնելուն, անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելուն, նաև պետական բյուջեի վերաբաշխմանը։ Կառավարության նիստի ավարտից հետո արդեն ավանդույթի համաձայն Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նախկին ներկա եզրույթը ըստ Փաշինյանի հոգնեցրել է մարդկանց։ Էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները ցավոք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից, եւ մենք նաեւ կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է այնուամենայնիվ արդեն դուրս գանք այս տրամաբանությունից եւ քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել եւս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Չեպազրույցի ընթացքում լրագրողները փորձեցին պարզել, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ վաղաշաբաթի ընտրության արդյունքը նոր լիցք է որակել եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար։ Ցանկացած քաղաքական տենց իրադարձություն լիցք է տալիս հենց վաղաշաբաթում նույնպես, Էջմիածնում նույնպես։ Այսինքն հենց ինչ որ գրել է այդ նկատի ունեի։ Հա ինչ վերաբերվում է մայրաթոռը ազատագրելու գործընթացին, գիտեք շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց այս դեպքն էլ է նա, որ էլի նոր կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում, պիտի նայեք եւ պիտի չտեսնեք։ Մայրաթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Արտաքին քաղաքական հարցերին անդրադառնալիս Փաշինյանը պատասխանեց Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող հայտարարություններին, մասնավորապես Հական Ֆիդանի մեկնաբանությանը, որտեղ վերջինս կրկին խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Փաշինյանն ընդգծում է, Հայաստանում բացի իր ասածից այլ անունով կոմունիկացիա չի լինելու։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Root նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Եվ վերջում նա կրկին մեջբերում է անում Աստվածաշնչից, խոսելով մեղքերի մասին նա պնդել է, ինքն ավելի մեղավոր է, քան մյուսները, ինչպես ինքն է ասում, պայմանավորված իր կարգավիճակով։
Անի Աբաղյան, Սեդամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում բաց է եւ հետեւողական, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Ռուսաստանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ բարգավաճում հաստատելուն։ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել Արցախում արյունահեղությունը 2020 եւ 2023 թվականներին, համոզված է Զախարովան։ Իսկ երբ հերթը հասնում է Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցին, բոլոր ջանքերը հոդս են ցնդում կամ դառնում անարդյունավետ։ Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանի կեղծ գործը։ Երեկվա նիստում ցուցմունքներ են տվել իբր տուժածները, նրանցից մի քանիսը հայտնել են, թե վնասվածքներ են ստացել հայկական զինված ուժերի գործողությունների պատճառով։ Կեղծ գործի հաջորդ նիստը կկայանա այսօր։ Գյումրիում նորից ձերբակալություն է տեղի ունեցել կրկին Ղուկասյանների ընտանիքից։ Երեկ երեկոյան ձերբակալել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան մի խումբ անձանց տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաները գործածելով կատարած խուլիգանության մեղադրանքով։ Ավելի վաղ փաստաբան Արամայիս Հայրապետյանը ասել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին դիմակավորված անձինք առևանգել եւ տարել են անհայտ ուղղությամբ։ Երեկ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Բագրատ Սրբազանի եւ աջակիցների գործի հերթական դատական նիստը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշել է Արմեն Ալեքսանյանի նկատմամբ նոյեմբերի 25-ից կիրառել տնային կալանք եւ երկրից բացակայելու արգելք։ Արսեն Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ Գնդապետ Միհրան Մաղսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի, այն փոխարինել է բացակայելու արգելքով եւ գրավով։ Արցախի նախկին падգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը եւս փոխվել է։ Դատավորը վերացրել է տնային կալանքը եւ նշանակել վարչական վերահսկողություն եւ բացակայելու արգելք։ Կանավայրից դուրս կգա նաեւ Կարո Օկումուշյանը։ Դատարանը հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը որոշել է այն փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով եւ 1.5 դրամ գրավով։ Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը չի փոխվել, նա կմնա կալանքի տակ եւս 3 ամիս։ Դատավորը չի փոխել նաև միակ կին կալանավորի Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը։ Լիդիան կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ։ Սարգսյան Արսենը բաց է կալանքները, Բագրատ Սրբազանը բաց է, ես շատ վտանգավոր անձ եմ, իմը մինչև հիմա բացած չի։ Ուզում եմ ֆիքսենք այն, այսօր դրա մասին չխոսվեց, որ սա պատժի ձև է։ Ես գիտեմ ինչի համար են ինձ պատժում, հիմա չեմ ուզում բարձրաձայնել այդ հարցերը, որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել եւ իրանք ներվում են դրանից։ Իրանք կարային գործ հարուցեն որպես զրպարտություն, բայց քանի որ դա զրպարտություն չի եղել, դրա համար այս գործի մեջ են ինձ խցկել ու մտածում են, որ եթե մեղադրական եզրակացության մեջ գրեցին, որ Լիդիան Բագրատ Սրբազանի օգնականն է, ասենց Լիդիան դարձավ Բագրատ Սրբազանի օգնական, չնայած իմ համար մեծ պատիվ է, որ ես լինեմ Բագրատ Սրբազանի օգնականը։ Ես այս ամբողջ պայքարի ընթացքում լրատվությամբ եմ զբաղվել, դա հայտնի փաստ է, գիտեն եւ այն պաշտոնյաներ, ովքեր այս գործը հիմա որ այդ բառը ասեմ, կասեմ ոչ շատ բառ է օգտագործում, բայց այս գործը կարել են, կոպիտ ասած, իրենք էլ գիտեն եւ բոլորը գիտեն, այս դալիճում արկա մարդիկ էլ գիտեն, որ Լիդիան զբաղվել է լրատվությամբ եւ ոչ թե այլ բանով։ Զուգահեռ ազատություն քաղբանտարկյալներին քաղաքացիները այս եւ այլ գրառումներով պաստառներ պարզած բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի գլխավոր դատախազության դիմաց եւ քայլերթով հասել են Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում էր Բագրատ Սրբազանի եւ աջակիցների դատը։ Դուսուն
Գյումրիում ձերբակալված եւ վերջերս ազատ արձակված փաստաբան Մերձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել։ Պարզվում է Մխիթարյանի դեմ ցուցմունք տված ոստիկանը նրան չի էլ ճանաչում։ Մխիթարյանի փաստաբանը հայտարարել է, որ նրա ձերբակալությունը միանգամայն անօրինական է եղել։ Ասուլիսին ներկայ է եղել իմ գործընկեր Անահիտ Սարգսյանը։ Գյումրիի դեպքերի ժամանակ ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 օր է ազատության մեջ է։ Նա ցավով է նշում, որ գրեթե 1 ամիս չի կարողացել զբաղվել մասնագիտական գործունեությամբ, սակայն կալանավայրում հասցրել է գիրք կարդալ։ Սոցկայքերից հեռու լինելն էլ օգնել է թար մտքերով վերադառնալ։ Ընթացքում նաև հասցրել եմ մարզվել ու նաև նշեմ, այս ամեն ինչի ես նաև ուղերձում նշել եմ, որ հանրության մեջ գտնվելով ես հիմա շատ ավելի ազատ եմ, այդ խոսքերը շատ խորքային են, վստահեցնում եմ դա իրոք այդպես էր։ Իր ձերբակալությունը անհիմն է համարում, ասում, որ ոստիկանները տեղյակ են եղել քաղաքապետարանի շենք մուտք գործելու մասին, իսկ հայտնի տեսանյութում պարզապես հանդարտության կոչ էր անում։ Ձեռքերս բարձրացած մտել եմ թե ոստիկանների եւ թե քաղաքացիների մեջտեղ, այսինքն ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ, եւ մտել եմ երկուսի մեջտեղ, փորձել եմ հանդարտության կոչեր անել։ Այդ երևի թե ըստ զգացողության նաև տեսանյութներից հետ պարզվեց, որ տևել եմ մոտավորապես 19-ից 20 վայրկյան, ձեռքերս բաց, վիճակը կանգնած եմ եղել։ Փաստաբան Լիանա Գասպարյանը յուրահատուկ դեպք է համարում Մխիթարյանի ձերբակալությունը։ Նախ իր գործընկերը բացառապես մասնագիտական դաշտում է եղել, եւ ապա իրենց գործունեության ընթացքում նման դատական ակտի հետ երբևէ չեն առնչվել։ Նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, օրինակ A, B, G, բայց թե ինչի համար անձը օրինակ կխոչընդոտի, կխուսափի, բացառապես միայն A, B. Եվ այդ պայմաններում Ռուբեն Մխիթարյանը ապօրինի գտնվեց շուրջ 1 ամիս անազատության մեջ։ Փաստաբանը հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր խոսքով իրական արդարադատություն իրականացնող Եզակի դատավոր Վազգեն Ռշտունուն, որի արդարադատությունը SMS հաղորդագրության հիման վրա չէ։ Հարցին իսկ շարունակվող ձերբակալությունների ֆոնին դեռ ինչքան կարող է երկարաձգվել Սամվել Կարապետյանի կալանքը, պատասխանում է։ Խոսքի սկզբում նշեցի, որ Եզակի այն դատավորներից Ռուբեն Ռշտունին կայացրեց այս որոշումը։ Երբ որ կգտնվի այդ եզակիներից, այդ ժամանակ էլ կդադարի Սամվել Կարապետյանը գտնվել ապօրինի անազատության մեջ։ Ռուբեն Մխիթարյանը վստահեցնում է, որ նման ճանապարհով իրեն հաղթելը հեշտ չի լինելու։ Որովհետև ինչպես մեր նաև Նարեկ Կարապետյանը, թե չեմ սխալվում, հարցազրույցներից մեկում նշեց, որ հիմա ավելի շատ ամոթ է կարծես դուրս է գտնվել է, վստահ եմ նմանատիպ բաները մեզ չեն կոտրելու։ Փաստաբանը զարմանալի չի համարում այսօրվա իշխանությունների գործելակերպը, բայց դա իրեն չի խանգարելու զբաղվել իր ամենօրյա աշխատանքով։ Շուտով կմեկնի Գյումրի եւ կհասկանա այնտեղի տրամադրությունները։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջվում է անհապաղ գործակալությանը հայտնել հարստացված ուրանի պաշարների եւ ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին։ Աբբաս Արաղչին մեկնաբանելով բանաձևի ընդունումը նշել է, որ այն կվնասի Թեհրանի հետ գործակալության գործակցությանը։ Զուգահեռ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մշակած ծրագրի նախագիծը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից պարզաբանել են, որ Զելենսկին ակնկալում է առաջիկա օրերին բանակցություններ վարել Թրամփի հետ։ Դրանց ընթացքում նա մտադիր է քննարկել առկա դիվանագիտական հնարավորությունները եւ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ հիմնական կետերը։
Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ, այնպես որ կարող եք վայելել աշնանային արևի ջերմությունը։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 14-ից 16, իսկ երեկոյան 1-ից 3 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Բոլորիս արդյունավետ աշխատանքային օր, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։